Ես sense բան երբեք չեմ լսել, գիտեք, չէ, ժողովուրդ ջան, նոր լսեցի մի փաստաբանի, ես չգիտեմ, սա հայտարարություն է, փաստաբան, ես կասկածում եմ, որ տվյալ մարդիկ փաստաբան են, իսկ եթե փաստաբան են, նրանք ոչ պրոֆեսիոնալ հայտարարություններ են անում։ Մի հատ եկեք ես բան ասեմ, հեսա հասկանաք, դուք ինչպես կվերաբերվեք մի մարդու, մի հատ պատկերացնենք այսպես, դուք գտնվում եք մարդաշատ վայրում, ձեր երեխայի հետ, հա, փոքրիկ երեխա ունեք, ձեր երեխայի հետ գտնվում եք այնտեղ, միամիտ, դե քանի որ մարդաշատը մի քիչ դժվար է քայլելը, հա, անցնելը, միամիտ ձեր երեխան, չգիտեմ, տրորում է մի երիտասարդի ոտքը եւ այդ երիտասարդը սկսում է հարվածներ հասցնել ձեր երեխային։ Այսինքն պատկերացնում եք, չէ՞ իրավիճակը։ Ես համոզված եմ, որ դուք ամբողջ ուժով կանցնեք ձեր երեխայի պաշտպանությանը, լինեք կին թե տղամարդ, երկնքից տրված է, էլի։ Կամ ու միայն Աստված գիտի այդ ամեն ինչը ոնց կավարտվի եւ միայն հրաշքով կարող է մարդ չզովի, էլի, այսինքն ծնողի ժղայնությունը հաշվի առնելով, հա, հայի բնազդն էլ հաշվի առնելով, մատ sense ցավալի դեպքեր է տեղ լինելու, էլի։ Եվ այլն։ Կամ ընդհանրապես կարող է դուք եք միամիտ անցնում, չգիտեմ, մի քիչ կարող է բրցեք եւ սկսի ձեզ հարվածել, անպայման չի որ միայն երեխա լինի, սա օրինակների համար եմ ասում։ Եվ որ դուք հասկանաք ինչ եմ ես ասում, եկեք մի հատ այս վիդեոն նայենք ու շարունակենք ժողովուրդ ջան։ Մեկ վարքյան որտեղ էր այստեղ է։ Մատես այս էլ փոքրացնեմ, որ հարմար լինի ձեր համար։ Ահա, լսեք։ Դպրոցական են ավագ դպրոց վերջի դասանում են սովորում եւ ունեն առողջական լուրջ խնդիրներ։ Դավիթը ունի գլխի հետ կապված խնդիր, սրտի հետ կապված խնդիր, այսինքն այնպիսի ախտորոշումներ, որոնք իմ կարծիքով եւ իմ գնահատմամբ դրանք անհամատեղելի են անազատության հետ։ Հիշեք ինչ ասեց, այնպիսի ախտորոշումներ են, որ այդ ամենը անհամատեղելի են անազատության մեջ։ Հիշեք սա։ Այս պայն էս երեխեքի անազատության մեջ պահելը ամեն րոպեն իրենց կյանքի համար վտանգավոր է։ Միքայելն էլ ունի առողջական խնդիրներ։ Իրենք երկու, ես ասում եմ, շատ յուրահատուկ, առանձնահատուկ երեխաներ են, ֆենոմենալ առաջադիմությամբ։ Ես չգիտեմ, եթե դրական կարելի է բնութագրել, ես արդեն այս 2 օրվա ընթացքում որ շփվում եմ իրենց հետ, դրական որքան գիտեք բնորոշում այդ երեխաներին կարելի է տալ։ Լսակ չէ ժողովուրդ ջան, եւ հիշակ չէ ինչ էր ասում էր նրանց անազատությունը անհամատեղելի է նրանց առողջության հետ եւ եթե նրանք գտնվեն անազատության մեջ, ամեն վարքյանը կարող է վտանգավոր լինել նրանց առողջության համար, նրանց կյանքի համար։ Գիտեք խոսքը ում մասինն է, խոսքը այն տղայի եւ իր եղբորի մասին է, ով ցանկացավ հարվածել Նիկոլ Փաշինյանին, այսինքն Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության գլխավոր գերագույն հրամանատարն էր եւ այդ հարվածի հետևանքով կարող էր անգամ թիկնազորը զենք կիրառել, այդտեղ իր կյանք ավարտվել, ձեռի հետ էլ այնտեղ այնքան շատ կար եկեղեցիում, որ կարող է միամիտ ուրիշի կյանքներ ավարտվեր, հա, այդտեղ այսպիսի ինչ փորձանքից ենք մենք բրծե եւ այսքանից հետո դուրս է գալի հիմա փաստաբանը ասում է գիտեք ինչ կա տվյալ մարդիկ ունեն առողջական խնդիրներ, նրանց անազատության մեջ գտնվելը անհամատեղելի է նրանց կյանքի հետ, նրանց առողջության հետ ու այս մարդը կոչվում է փաստաբան։ Հիմա հարց ես եմ ուզում տամ։ Ես օքեյ, հարց չկա, մարդու ունի առողջական խնդիրներ, բայց նրա ազատության մեջ գտնվելը անհամատեղելի է մեր բոլորիս անվտանգության հետ, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող լինել անվտանգ, եթե ոչ հավասարակշռված մարդը գտնվում է փողոցում, մարդաշատ վայրերում, որտեղ կարող է մի երեխա միամիտ ոտը տրորի, ելնի քացով տա բերնին օրինակի համար, ու դրանից բխող բոլոր իր հետևանքներով, կամ մեծահասակ մարդ, կամ ընդհանրապես ցանկացած մարդու։ Այս է իրականությունը, ոչ թե ասես նրանք պետք է անպայման լինեն ազատության մեջ, սա անհամատեղելի է, հակառակը, անհամատեղելի է նրանց ազատության մեջ գտնվելը։ Մարդ ունի առողջական խնդիրներ, պրոբլեմ չկա, հավատում եմ։ Okay, բայց պետք է լինի բժիշկների հսկողության ներքո, բժիշկների հատուկ, չգիտեմ, բուժման ներքո, բայց ոչ ազատության մեջ դուրսը, որտեվ դուրսը նրանք վտանգ են սպառնում Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու։ Եթե մարդ առողջական խնդիր ունի եւ չի հասկանում, որ երկրի ղեկավարի վրա ձեռ բարձրացնելը վտանգ է, հա ոչ միայն հանցագործություն է, հա ոչ միայն վատա մարդու վրա ձեռ բարձրացնել, կապ չունի երկրի ղեկավարն է, ես եմ, էսա, հա որ չի կարելի, բայց սրաներ որ
գումարած այն, որ երկրի ղեկավարի տիկնազոր տեղում կարող է կրակ բացել, այսինքն չի գիտակցում, այս մարդը վտանգ է սպառնում բոլորի կյանքին։ Չի, հնարավոր չի, հա, նրա ազատության մեջ գտնվելը համատեղի մեր բոլորիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետությունում գտնվող հյուրերի անվտանգության հետ։ Տվյալ մարդը պետք է գտնվի համապատասխան վայրում, համապատասխան հսկողության ներքո։ Համի որ վայրում։ Էդի արդեն թող բժիշկները որոշեն։ Հա, նկա դատարան բժիշկ չէ իրանք որոշեն, որ ստադիայա ինչա որտեղ պետք է բուժվի տվյալ մարդը, բայց տվյալ մարդը իրավունք չունի լինի ազատության մեջ։ Այս պահին գոնե հետագայում երբ որ կստանա համապատասխան բուժումները, խնդրեմ իհարկե մենք ուրախ կլինենք, որ իհարկե մեր հայ տղամարդը լինի առողջ եւ լինի իհարկե ազատության մեջ, բայց ոչ այս վիճակում։ Էսի սենց, էսի հատուկ ես ասեմ, որ բոլորի համար ընկալելի լինի, որտեղ որ հատուկ սենց հելնում են, չգիտեմ, այս փաստաբաններին ուրտուց են գտնում, որ այսպիսի հայտարարություններ են տարածում, էլի ուզում են ժողովրդին մանիպուլացնել, էլի ուզում են, չգիտեմ, մի ձև սղցնել, անսկացնել, ժողովուրդ ջան, այս ամենը շոու է, այս ամենը հատուկ կազմակերպված սադրանք է։ Անգամ ես չեմ արդարացնում Նիկոլ Փաշինյանին, բան երկրի ղեկավարես գիտես, որ ընդ մարդաշատ վայրա, ընդ այն եկեղեցիներն են, որոնք որ բռնազավթված են, մեռանք ասելով, իսկ ինչու դրանք չազատագրվեցին, պարոն Փաշինյան։ Այս հրա պատասխանը երբ եք տալու։ Ինչու այս եկեղեցիները չազատագրվեցին։ Դուք տեսաք այդ Սարգսավա կոչվածները, եկեղեցվարարությունները, բան, եկեղեցին թողած հելել են դուսը, խոչընդոտում են ոստիկանների օրինական աշխատանքը, որ ձերբակալում են մարդուն, մարդ, ով հենց նոր փորձել էր հարվածել երկրի գլխավոր հրամանատարին, հա, ու սա նորմալ է, սա ճիշտ է, պետք է ձերբակալես այդպիսի մարդուն, հա, եկել են ձերբակալեն, որ օրինական այդ ձերբակալումը, թե հիմա հետո իրանք ինչ պրոցեդուրական են, ինչ բան, չէ, հելել են, արա մի կռիվ են տալի, որ չպետք է, արա դուք ով եք, որ հելեք դուք պետության գործին խառնվեք, արա վերընկեք ձեր տեղը, չգիտեմ, այս սատանաներ, դուք ընդհանրապես գիտեք ով եք, դուք փողով, գումարով, հա, հայ մարդու վրա Աստծո օրհնություն ծախող մարդիկ եք, դուք այն մարդիկ եք, ով մեր երկիր ուզում է տանի պարկսնի սրա նրա տակը, դուք այդ եկեղեցում տեղ չունեք, լինի այսօր թե վաղը դուք տեղից ռադ եք լինելու, արա, դա մեր եկեղեցին է, մեր սուրբ եկեղեցին է, ձեր նման անբարոյականները իրավունք չունեն այդտեղ գտնվելու, արժիշտ իրավունք ունեն, որպես մարդ մտնի աղոթի, այցև կարակ, բայց որպես հոգևորական դուք դե իրավունք չունեք գտնվելու, եւ սրա պատասխանատուն էլի Նիկոլ Փաշինյանն է, եկեք մի հատ տետելն են, կորոք ուղիղ գորում են թուրքեր, բան, ոստիկան եկել է, իր օրինական գործողությունը անի, պետք է մարդուն ձերբակալի եւ սրանից այնյան օրինական բան աշխարհի վրա գոյություն չունի, հենց նոր փորձել են հարվածել երկրի ղեկավարին, հասկանում եք, մի հատ եկեք նայենք, էս էլ նայենք, գժանոցը նայենք ժողովուրդ Էլի Սարգսակին Տենում եք, չէ՞ ժողովուրդ ջան, որ ինչպես են խոչընդոտում, ամեն ինչ անում են, որ շոուն լավ ստացվի իրանց մոտ, ամեն կերպով փորձում են խոչընդոտել ոստիկանության աշխատանքը, որը որ օրինական է եւ ճիշտ է այս աշխատանքը ոստիկանության, հələ պետք է իրանք ներսից միանգամից ձերբակալեին հանեին, հա, ոչ թե ինչ-որ ժամանակ հետո Եվ ինչպես են հելեի եւ խոչընդոտում, որտեւ իրանց շոու է պետք, իրանց պետք չի ոչ Աստված, ոչ եկեղեցին, ոչ Հայաստանի Հանրապետությունը, ոչ էլ պետականությունը։ Իրանց պետքա որ շոու անեն, շոու եւ շոու։ Հələ ես մի բան էլ մոռացա ասել, եկեղեցու մեջ մի հատ թրաշով գյադա կար, հա, սուս կոնգրեսից նայում էր բանը, վարչապետին, էլի սուս մտում, ո՞վ ես դու, ոնց։ Արա, հետաքրքիր է, էլի, քեզի որ, չգիտեմ, Արգենտինա ապրողները լավ կիմանան, էլի, կամ չգիտեմ, Լատինա Ամերիկա ապրողները, որ քեզի բռնեմ տանեմ բանում դոքսուտ, հա, կամ իսլամ արցիել բանետյաները որ թողեմ, Կագրասյանները լավ ընկերներ էլ ունեմ։ Ատե միտե որ թողեմ լտենամ քո հայացքը ձև կլինի, արա թե կարող ցրես տակդ։
Էս սուտի հետո նկարներ հելա տեսանք ով է, էլի Սերժի կողը կանգնած, բան, չգիտեմ, ինչ որ մթոմ կռվող ա եղել, տոլի չի եղել, ինչ որ։ Սես մի հատ խառը վիճակա։ Վազգեն Սարգսյանն ա լավ ասում, այդ վիդեոն հետո կդնեմ, այսօր չէ, ժողովուրդ ջան։ Հետո կդնեմ, ասում ա, Արցախից շատ կային, գիտես ինչ կասես, գալի մթոմ կռվում էին թփերի տակ իրականում պահկվողներ, հա, չգիտեմ, նկարվողներ, պահկվողներ, փախնում գալիս էին հետո Հայաստան, իրանց լավ էին զգում, իրականում սրանք թռած են։ Սրանք ոչ կռվել են, ոչ է։ Այդ ոնց է, այս համար եմ ասում ժողովուրդ ջան, այս ինչ որ ես ասին Վազգեն Սարգսյանն ասե, ես չեմ ասե, հա, ու որ լավ ընկալ եք, իդեպ Արցախից փախածների մասին էլ լավ բաներ կա, որ Վազգեն Սարգսյանը ասել է, այդ դրա մասին էլ մի օր մի առանձի օր գտնեմ կնայեք։ Ուրեմն այս սրա համար է լինում, որ լավ տղեկը վիրավորվում են, զոհվում են, այս սրան գալիս են, այս թռած մթոմ հերոսները, հա, սրա նրա տրուսիկ լվացող գյադեքը գալիս են, ես մի թրաշ-մրաշ են ընտրում, թում իրոք դες թույն կռվող տղեկ են ազգի հերոս են, այդ թմեն հայ ազգի ամենաամբարոյականի կողը կանգնեն ու կլեն դրան նենց բանը, տրուսիկ հատուկ լվացողը։ Այսից արեք, արա քեզ եմ ասում, կաս այդքան, կա ինչ-որ մեկը քո համար, արի տեղ եմ տանում, ախպեր, արի լտենամ դուք այդքան կա թապարտամ եք, սես մթոմ բան եք արել, հա, լարի մատ քեզից մատ տեղ կա տանելու, լտենամ ընդեք տե ձև հայաս կընդունես, թե տուզիկի պես փախնելու ես այդ ծռան։ Ինչ բան արա անկուլտուրականի նման սես բաներ ես անում, դու գիշ չես հոգեկան արա, սրան էլ բռնեք տարեք, դուրը չի գալի երկրի ղեկավարը, դա քո պրոբլեմն է, քո իրավունքն է, դու ունես այդ իրավունքը, գնամ մեջ կտանգի ախպեր կանի, ոչ էլ նայի վրեն դու եկել ես եկեղեցից, եկել ես սես բաներ անես, թռան, այս սրանց հետ պետք է այս ձև խոսակ, սիրելի ժողովուրդ, սրանք հայ ազգին, շոուների մեջ տանողն են, հայ ազգի պետականության, որ նժդեի քֆուր էր տալի, այս սրանց էր քֆուր տալի, բա թոմեզի չէր տալի, բա մեր նման սովորական մարկաշ չէր անպատվում նժդեի, այս սրանց էր ասում, այս սրանց նման ամբարոյականներին, սուտի կռվողներին, սուտի հայրենիք փրկողներին, երկիրը ծախողներին, ռսիկ լվացող ամբարոյականներին գնագակ համար կողը նայի կանգնի սենց ուղիղ նայի ախպեր դու քո բանին նայի արարողությունը նայի դու ինչ գործ ունես եկեղեցին բոլորը կարող են մտնել ես էլ դու ով ես որ պետք է որոշես ով որտե մտնի արա այ կտծրած այ Սերժի տրուսիկ լվացող ով ես դու արա իրանք շայկի մեջ ձեզ լավ են զգում արեք մի հատ տեղ կա տանեմ տենա մի քանի րոպե կդիմանաք ծռամներ Այսինքն են ժողովուրդ ջան, հիմա գիտեք Հայաստանում մի ձայնագրություններ են նորից դուս եկեք 20000 կտամ, 20000 կառնեմ, սրան ես իմ կարծիքով լսել եք, ես չեմ ուզում դա նորից դնեմ։ Սա ինչ է ցույց տալի։ Սա ցույց է տալի, որ երկրի ղեկավարությունը էլի տունտունիկներ է դիրա։ Այս ամեն ինչը մեկը իրանց բացթողումներն է, հասկանում եք, էնել, էսել, այդ թրաշովն էլ, այս որ գումար են բաժանում դրանց է, այդ ամեն ինչը երկրի իշխանության բացթողումն է Սա ձեր թերի աշխատանքի հետևանքներն է, հասկանում եք, ուրեմն, եթե դուք ժամանակին բոլորին բռնեիք, Այս 7-8 տարվա մեջ բոլորին ձերբակալեիք, այս փող բաժնողները ցան Հայաստանի Հանրապետության, հա, սա պետական դավաճանություն պետք է հաշվի։ Հասկանու՞մ եք, եթե դու ընտրության համար փող ես բաժնում, սա դու պետք է ձերբակալվես ոչ թե կաշառք տալու համար, այլ պետական դավաճանության համար։ Սրանց բոլորին պետք է բռնեիր, այս ձև sense ոտերը վերև, գլուխը ներքև, բեմ ասֆալտին sense քսելով, պետք է տանես քսես բագաժնիկը։ Սա օրենքով պետք է այդ ձև մի հատ օրենք անես Եվ պետական դավաճանները вообще պետք է գնդակարվեն, արա Հայաստանում երևի պետք է հետ բերեն բանը մահապատիժը։ Այսպես ծեծելով, ջարդելով, սատկացնելով, որտեվ հայրենիքի դավաճանին ներում չպետք է լինի։ Մենք էլ հայրենիք չունենք դավաճանելու, հասկանում ես, չկա։ Չեք ոչ մի բան չեք արել, այս նրանց նման լրփազավռները գտնվում են դուրսը, եւ դրա համար այս բարդակ վիճակն է կատարվում։ Մարկածանք են փողեր առաջարկեն։ Իշում եք, ես ասեցի, որ Հայաստանի որ հայտարարում էին Ռուսաստանից 80000 բերեն, 90000 մարդ բերեն։ Ես ասում եմ, արա ինչի համար պետք է բերեն։ Ինչի համար պետք է բերեն, եթե այդ նույն գումարով Հայաստանի ներսում կարելի է նույն ձայները առնել։ Եվ համի այդ նույն գործընթացը իթում է։ Համի ձայնագրությունները դրել են, չգիտեմ, Ալեն Սիմոնյանը հələ ինչ էր ասում, հələ մի վարքյան։ Էս է, էս էլ պասից հուստամ։
ժողովուրդ ջան, ահա։ Տեսնում եք, երևում ա դե, ահա։ Ուժեղ բռնելու են, հա, այդ ընտրակաշարժ տվողներին, ժողովուրդ ջան։ Շատ ուժեղ բռնելու են, ասում է Ալեն Սիմոնյանը։ Ես կասկածում եմ, ատված ձերդ լսեր տենց լեր, բայց կասկածում եմ, որտեվ ես դուք 8 տարի ա տո, չգիտեմ, չագուչ եք ուզում, տո բանձիկով չագուչ եք ուզում, տո ոչ մի մուկ, ոչ մի ձուկ, չգիտեմ, ոչ մեկ չի պլստա, բայց սաղ պլստում են, հələ որ, չգիտեմ, դուք ինչով եք զբաղված, ամեն ինչով, բացի սրանով։ Դուք այնքան եք թերացել, նորը մատ բան եմ լսում խայտարակություն։ Չնայած ես հետո տվյալ մարդկանց տվյալ չգիտեմ կամ կարող է հրավիրեն բանավեճի, պրոստը վատը ինա որ հայերեն չի կարող լինի, բայց Սփյուռքի մեջ դաշնակ շները գալիս են եւ տարածում են, գիտեք ինչ կա ինչ է, ինը խայտարակություն, ես որ լսա Նիկոլը երկիրը դավաճանեց, հələ էդի հետ, լավ, էդի իրաց տեսակետն է, ոնց ուզեն թող ասեն, հա։ Բայց ամենավտանգավոր պահը, ամենավտանգավոր Տինանք ասում է, հələ ասում է, ատված տա, Քոչարյանը հետ գա, որ մի բան փոխի։ Պատկերացնում եք ինչ քարոզ է այդում դուրսը։ Իսպաներեն լեզվով հայկական ռադիոյի մեջ։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում։ Դուք պատկերացնում եք ինչքան եք թերացել, ձեր դեսպանները ինչքան են թերանում, չեն աշխատում, արա, ոչ մի բան չեն անում։ Չեն, դուք պետք է աշխատեք նաև որ Սփյուռքի իրականությունը իմանա, Սփյուռքի հայությունը իրականությունը իմանա, ոչ թե ծախված դաշնակները իրականությունը ելեն իրանց ուզած իրականությունը ներկայացնեն ստինդի։ Դուք ոչ մի բանով չեք զբաղվել, դուք հանցագործներին Հայաստանում չեք բռնել, այս շոումեններին չեք բռնել։ Դուք հմելելի փող են, անցյալ անգամ էին փող բաժնում, ում եք բռնել։ Բռնիկ այն միտրություններին էին փող բաժնում, Գյումրիին փող էին բաժնում, Էջմիածնում փող էին բաժնում, լրիվ քաղաքային համայնքային ընտրություններում փող են բաժնել։ Որ մեկին եք բռնել, քանի օքիա պատժված, մի հատ կարաս ասես, Ալեն Սիմոնյան, երկրի խորհրդարանական երկրի ազգային ժողովի նախագահն ես, այսինքն ամենակարևոր մարդկանցից մեկն ես մեր երկրում, կարաս մի հատ դու ասես։ Հələ մի հատ եկեք, էլի, ես ճիշտն ասած ձեր падգամավորներից մեկը գրել է, եկավ ասեց բանը, ճիշտն ասած հիմա շատ զբաղված ենք, հետագայում բանկանի կազմակերպեմ մի հատ կգամ, արա ես չեմ ջոկում, դուք ում համար եք զբաղված, ում համար եք զբաղված, ձեր ժողովրդի համար զբաղված եք, բայց Civic-ի համար ժամանակ ունեք վեշնին դեղ հետակ, մի հատ եկեք մեր հարցերին պատասխանեք, էլի, կարող է պագոններդ կանգնի, մենք հիմա ճիշտն ասած զբաղված ենք, այս պահին շատ հագեցված է մեր, չգիտեմ, գրաֆիկը, անպայման հետագայում մենք կկազմակերպենք, այս ինչ խոսալու ձև է, այս ինչ ասելու ձև է։ Եկեք նստեք հələ ժողովրդի հետ խոսացեք, ամեն օր Civic-ում ձեր երկու բանին եմ գրել։ Վագն Ալեքսանյանի սաղին գրել եմ, որ վեշնինս չեն մտվում չեն նայում, էլի, չեն տեսել։ Մարդկա նայում այս ձևա պատասխանում, մարդկա չի տեսել իրան, բայց ծաղուրը Civic-ում նստած են։ Արա եկեք մեր մոտ հələ, եկեք մեսի ժողովրդավարական, հա, մաքուր ալիք, հələ եկեք մի հատ ստե, նստեք պատասխանեք։ Ժողովուրդ ջան, կիսե այս կդրեք ու ղրգեք իրանք պատասխանատու են, իրանք պետք է գան մեզ պատասխանեն։ Այդում Civic-ում նստում, իրանք հարցեր են տալի, իրանք պատասխանում են։ Իրանք իրար մեջ ջոգում եք խայտարակություն արա դուք մարդ այսքան վաղ չեք բռնեն չես էլի ասում բանը մենք բոլորին ձերբակալելու ստին Ալեն Սիմոնյան որ ձերբակալելու եք ում եք ձերբակալել մա ցուցակը հանի սաղին ցուստում որ ձերբակալել եք այս էլ կկտրեք ղրգեք Ալեն Սիմոնյանին թոմաթելի պատասխան տա ում եք այսքան բա 8 տարի ժողովրդին խափել եք արա ոչ մեկին չեք բռնես հանցագործները որ ազատության մեջ է սա ձեր մեղքն է ձեր վզին է Ay քեզ բան արա, այսքան բան անթասիբություն ես չեմ հասկանում։ Պրոստը ես էլի եմ ասում, գիտեք վատը որն է։ Վատը այն է, որ այս հայկական ընդդիմադիր դաշտում այս զիբիլանոցը լրիվ, ոտից գլուխ զիբիլանոցը։ Դե գիտեք, այս ռուսական ուժերից է չհաշված, այն ալտերնատիվ ուժերը որ կա, անցյալ վիդեոյի մեջ ասեցի, իրանք քաղաքականությամբ չեն զբաղվել, բլոգերությամբ են զբաղվել։ Այս որ ասես ախպեր, ես սրան չեմ ուզում, սրան էլ չեմ ուզում, բա ում ընտրեմ։ Մարդ չկա, երրորդը չկա։ Ուրեմն, ես հեսա ցուցակ եմ կազմում արդեն բոլոր այն ուժերին, սուտի ուժերին, ովքեր որ քաղաքականությամբ չեն զբաղվել եւ քաղաքական հրավերներից էլ այս կամ այն ինչ որ պատճառաբանությամբ
փախել են, այսինքն չեն փորձում բանանեն, էլի գան ժողովրդի հետ նստեն, հրավերները, միջև այդ կարող է, հա, բայց հիմի որ քանի որ բանա չէ, հասկանում եք, այսինքն կառույցի տեներլում չեն գալի ալիք, ես սաղին գրանցելու եմ, սաղին տամ ժողովրդին, հանգարց հույսներդ կդրեք, որ չգիտեմ, սղալու եք, չեն իմանալու բան, բոլորի մասին իմանալու են, որ դուք հրաժարվել եք գաք եւ ընտրությունների ժամանակ պատասխանել մեր հարցերին։ Այսինքն դուք հրաժարվում եք մեր ժողովրդի հարցերին պատասխանելու այն ժողովրդի մոտ ուզում եք դուք աշխատեք։ Դուք պատկերացնում եք այսպես կոչված սրանց բռնած քաղաքականությունը փակվենք Ես բախկվենք, մենք մեր մեջ խոսանք, մենք մեր մեջ պրոգրամաներ անենք, որ հանգարց մեզի հենց հարց չտան, որ մենք չկարողանանք պատասխանենք, ձեզ կիսատ։ Մի խոսքով։ Անցյալ անգամ բանը կավեինի մուզիկան դրեցի այս ամեն շոուների համար, այս անգամ ինչ անեմ։ Եռալաշինը դնեմ, որտեվ այս հայտարարությունները ինչը որ շարունակվում է Հայաստանում եւ եկող հայտարարությունները ավելի ծանր են լինելու ժողովուրդ ջան հիշեք սա այսպես չի վերջանալու միջև ընտրություններ ինչքան սա դրան կա կազմակերպելու են եւ այս ամենի մեղավորը իհարկե որ ժամանակին եւ եկեք որ ասма լավին լավ վատին վատ տեսեք ասեցի չէ դրանց հայտարարակ պահվածքը ընդդիմության ճակերտների մեջ ասած ռուսիկ լվացող ընդդիմության հայտարարակ պահվածքը տեսակ չէ ինչեր են անում եւ սա ամեն ինչը ավելի է թեժանալու իրանք գլակտի իրանց պահվածքը այնքան ժամանակ միջև երկրի իշխանությունները նորմալ գործողություններ չանեն եւ բոլորին համապատասխան պատիժը չտան նորմալ իշխանությունները շուտվանից սրանց այնքան խնդիրներ սրանք ունեն այնքան հանցանքներ են արել որ սրանց հարցերը լուծելու այնքան հեշտ է որ մեկ էլ գիտեք ինչ եմ ուզում ասեմ մեկ էլ ուզում եմ ասեմ այն փողատերերին, այն գործարարներին օրինակ Գագիկ Ծառուկյանին ուղարկեք, կդրեք այս է ուղարկեք։ Գագիկ Ծառուկյան հետ որ Հայաստանը ուզում եք տանեք դեպի Ռուսաստան։ Դու գիտեք որ Հայաստանը երբ որ անցնի Ռուսաստանի ազդեցության գոտիս էս լրիվ, էլի էս միութենական պետություն որ կազմի։ Գիտեք չէ որ այդ ամեն ինչի այդ բիզնեսներները բան, այսինքն դառնա Ռուսաստանի ասենց ասում ազդեցության տակ եւ ինքը կորոշի երբ քո բիզնեսները քո ձեռի առնի եւ չառնի նենց չմտածես որ քո վրա հատուկ ոսկե փայլ կա նես քեզի ձեռ չի տալու երբ որ պետք լինի Ուկրաինայի չգիտեմ պատերազմը ավելի շատ ֆինանսավորել հենց քո բիզնեսների հետևից է գալու եւ այդ ժամանակ ես 6 ոտով կվծես ձեռերով ոտերով ողջունելու եմ ասելու եմ միչե վերջի կաթիլը ձեռից տարեք ընդե տարեք ինքն էր էդի ուզում Սա էլ ուղարկե Գագիկ Ծառուկյանին եւ այն մարդկանց ովքեր որ այդ ուժերին պատժ են անելու որտեվ հայ ազգի հայոց պետականության տակը փորողը ինքն անգնելու այդ փոսը հիշեք ուզում ես էլի Գագո ուզում ես էլի Կարեն ուզում ես էլի Էլով կարնդետ ինձ հատուկ փողերով մի խոսքով ինչքան փողատեր կա բոլորդ ընկնելու եք դրա մեջ բոլորդ Սամվել Ինչքան այդ ձև փողատերներ կա, բոլորդ ընկնելու եք այդ փոսը հիշեք։ Լինի լավ, լինի վատ Հայաստանի համար, մեկը երբ որ դու օտարի ազդեցության տակ ես լինելու, օտարը ձեր աշխատածը քլնգելու տանելու է, չորցնելու է ձեզի, հիշեցրի։ Սա հիշեցեմ, հետո Հայաստանից փախնելու եք, դուրսնել մենք ձեզի չորցնենք, որպես բան, սպյուրք, հիշեցնելու ենք, քթներիցդ բերելու ենք։ Այսօր այսքան ըստեյություն հաջողություն։